The community. Ինչ էր երազում Մերին փոքր ժամանակ։ Երազում էր մեծանար, սովորեր, կրթվեր, ինքնահաստատվեր, որպես լավ մարդ եւ մասնագետ։ Որտեղ ես ծնվել Մերի, ինչ ընտանիքում, ովքեր են ծնողներդ, մի քիչ կպատմես ընտանիքիդ մասին։ Ծնվել եմ Երևանում, սովետական միության տարիներին։ Սովորական ընտանիքում, ոչ մի հայտնի պաշտոնյա, շատ սովորական ընտանիք, բուժքույր եւ ինժեներ։ Բուժքույր եւ ինժեներ։ Իսկ ինչպիսի երեխա ես եղել, ինչ ես հիշում քո մանկությունից։ Ինչն ամենաշատը տպավորվել քո Քարաճճի, հրապարակի ֆոնտանների մեջ լողացող, գնդակ խաղացող ու կռվարար։ Այդ որ երազում էիր, ասպես երազում էի սովորելու մասին։ Կոնկրետ մասնագիտություն կար, որ ուզում էիր այդ մասնագիտությամբ։ Չգիտեմ ինչի ոստիկան էի ուզում դառնալ։ Երևի ժամանակները, հետո պատերազմական այդ վիճակում, մի տեսակ իմ մեջ ուրիշներին պաշտպանելու արդարության ձգտումը մի տեսակ ավելի շատ է։ Երևի տարիների պատճառով չեմ կարող ասել։ Դպրոցն ավարտելուց հետո ինչով ես սկսել զբաղվել, ինչ որտեղ սովորել ես։ Այո, սովորել եմ ու միաժամանակ աշխատել եմ ու բախտս շատ է բերել, որովհետև հայտնվել եմ դատական համակարգում։ Աշխատել եմ որպես դատավորի գործավար, աշխատել եմ գրասենյակում։ Երբեք ինչ-որ լուրջ պաշտոն չեմ ունեցել, բայց շատ երկար տարիներ աշխատել եմ դատական համակարգում։ Քեզ դուր էր գալիս։ Հա, շատ։ Այն տարածված խնդիրը բոլոր ընտանիքներում, որ բոլորիս տեղը ծնողները որոշում էին, թե մենք ինչ պետքա դառնանք, ինչ մասնագիտություն պետքա ունենանք։ Ձեր ընտանիքում դա չի եղել։ Իմ պապաս ասում է, որ ես փոքր ժամանակվանից ասում եմ ինչ կուզեմ կանեմ, ուր կուզեմ կգնամ։ Ու ես հենց այդ սկզբունքով էլ որոշել եմ, որ ես Հայաստանում դեռևս, որ ես պետքա դառնամ իրավաբան, հետագայում նաև ընդունվել եմ փաստաբանական դպրոց։ Գարիկի մոտ հանգստյան գոտին Palm Springs-ում ձեր վստահելի հանգստավայրն է։ Գարիկի մոտ առաջարկում ենք հարմարավետ տներ եւ անզուգական մթնոլորտ։ Վայելեք անհոգ հանգիստ միայն Գարիկի մոտ։ Ու գիտես ուղակի իրավաբան լինելը ինձ արդեն այնքան չէր հերիքում, որ ես որոշեցի ու սովորեցի փաստաբանական դպրոցում Հայաստանում, ունեմ Հայաստանից փաստաբանի լիազորագիր։ Այստեղ էլ ես աշխատում փաստաբան։ Մինչև այստեղ տեղափոխվելը, ուղղակի դեռ Հայաստանում ենք, մնանք Հայաստանում։ Մնացինք։ Մինչև այստեղ տեղափոխվելը, այնտեղ էլ ես աշխատել, այստեղ էլ ես աշխատել։ Շատ մեծ էր տարբերությունը, զգալի է տարբերությունը այնտեղ փաստաբան աշխատելու եւ այստեղ։ Որն է այդ տարբերությունը։ Շատ տարբեր է, որովհետև սա լրիվ այլ երկիր է, լրիվ այլ իրավական համակարգով, բարքերով, իրավունքը բացարձակ տարբեր է, շատ տարբեր է։ Մերի, մեզնից յուրաքանչյուրը հայերի մասին է խոսքս։ Յուրաքանչյուրս մեր պատճառներն ունենք Միացյալ Նահանգներ տեղափոխվելու։ Ամեն մեկի պատճառը իր համար ավելի կարևոր է։ Որ պահին ու ինչու որոշվեց քո տեղափոխվելը Միացյալ Նահանգներ։ Ես պատահական չեմ հայտնվել այս երկրում, ես մտածված եմ եկել։ Պատճառները շատ են եղել, անձնական, ինչու՞ չէ նաև շատ ցանկացել եմ այստեղ սովորեմ։ Այդ իմ նպատակներից մեկն է եղել կրթություն ստանալ մի երկրում, որտեղ որ ես միգուցե մտածեմ ու շատ հոգսեր ունենամ ցանկացած խնդիրների մասին, բայց չմտածեմ որտեղ եմ սովորելու ու ոնց եմ վճարելու այդ ուսման վարձը։ Դրա համար ես եկել եմ այս երկիր։ Մտածված որոշում էր քո համար։ Մտածված։ Հիշում ես առաջին պահերը, երբ Միացյալ Նահանգներում հայտնվեցիր, ունեցել ես վախեր, տագնապ, միգուցե սխալ եմ արել, որոշումս կայծակնային էր կամ առանց մտածելու էր որոշումս։ Եղել է այդպիսի պահեր քո։ Շատ դժվար պահեր եմ ունեցել, բազմաթիվ, անթիվ, բայց երբեք չեմ մտածել, որ ես ուզում եմ հետ գնամ, որովհետև այդ դժվարությունն էլ ա եղել իմը, իմ ընտրության արդյունքը։
արդեն գալուց գիտեի, որ անծանոթ տեղ եմ գալիս, անգլերեն չգիտեի, ծանոթներ, բարեկամներ, խնամիներ ու չգիտեմ ես իմ ինչեր չունեի, հասկանում էի, որ ինչի մեջով եմ անցնելու, բայց կիսա թողել իմ ընտրությունը, որը որ գիտակցված էր, սրտանցել ու չհասնել իմ նպատակին ու հետ գնալ, այդ իմ համար չի։ Ես երբ եկել էի Միացյալ Նահանգներ, չեմ հիշում իմ ծանոթներից ով այսպիսի մի բան ասեց, երբ որ գալիս ես Միացյալ Նահանգներ, հետդ երկու հատ քար ես բերում։ Ահա։ Առաջի 2 տարին այդ քարերից մեկով տալիս ես գլխիդ ասում ես ինչի արեցի, ինչի ես եկա ստեղ, 2 տարի անց այն մյուս քարով տալիս ես գլխիդ ասում ես ինչի ես շուտ չեկա, հիմա հասկացանք, որ դու երբեք այդպեսի օր չի եղել, որ փոշման ես։ Չի։ Բայց Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց յուրաքանչյուրս էլ այդ դժվարությունների մեջով անցնում ենք, ամեն մեկը իր ձևով։ Չի եղել գոնե մի պահ, որ կասկածես, ասես միգուցե ես սխալ եմ արել, իմ ամեն ինչը թողեցի Հայաստանում ու եկա այստեղ 0-ից սկսել։ 0-ից չէ, մինուսից։ Մի առավել եւս մինուսից է սկսել։ Այդպիսի գոնե մի պահ չի եղել քո մոտ։ Առաջին հայացքից ես սիրել Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգները չեմ սիրում ինչ որ կոնկրետ ինչ որ մի բանի համար, որովհետև Երևանը սիրուն քաղաք է, երբ որ գալիս ես Երևանից ու գլենդելով օրինակ առաջին հայացքը այն որ ես սուր եմ եկել։ Հասկանում ես, այդ տարբերությունը քաղաքի զգալի է։ Շատ տարբեր է, բայց այս երկիրը պետքա զգալ։ Ու եկել ես ու քո ընտրությունն է ու եկել ես ապրելու, չես եկել այստեղ, չգիտեմ, ժամանակ անցկացնես, դարձնում ես այս քոնը, փորձում ես դարձնես քոնը, պետքա սիրես, որ ինքն էլ քեզ սիրի։ Եթե իրան չսիրես, քո էներգիան չտաս, քեզ հետ չի գալու։ Համաձայն ես այն խոսույթի հետ, որ ասում են Ամերիկան պետք է սիրես, որ ինքն էլ քեզ սիրի։ Հա, մեր սերը փոխադարձ է։ Հա։ Ինքը ինձ շատ տանջեց, իհարկե, բայց ես գիտակցված էի այդ տանջանքի մեջ, բայց փոխադարձ հարգանք։ Մերի եկար, արդեն հենց սկզբից էլ որոշել էր, որ շարունակելու ես քո գործը, փաստաբանական կարիերան, այստեղ ավելի զարգացնելու ես։ Որտեղից սկսեցիր։ Անգլերենից։ Լեզվից սկսեցիր։ Այս ինչի եմ հարցնում, որովհետև այս պահին կարողա մեզ դիտում են հետևորդներ, ովքեր մտածում են այդ նույն կարիերան անել, բայց չգիտեն որտեղից սկսեն։ Հիմա լսենք քեզ, պատմիր քո անցած ճանապարհը, որտեղից սկսեցիր, ինչ արեցիր, որպեսզի իրանք էլ իմանան ինչ անեն։ Կալիֆոռնիայում փաստաբան դառնալու համար այլ երկրից եկած, Հայաստանից եկած մարդը երկու ճանապարհ կա, շատ կարճ, արագ, եթե դու ունես լիազորագիր, արտոնագիր փաստաբանությամբ զբաղվելու, Հայաստանից, այո, այստեղ ինչ որ փաստաթղթային որակավորում ես անցնում տեղի փաստաբանական պալատի հետ ու քեզ թույլատրում են մասնակցել այդ քննությանը։ Բայց եթե դու չունես այստեղ աշխատելու իրավունք, բնականաբար չես կարող աշխատել։ Ու կա երկրորդ տարբերակը, եթե ունես ուղղակի իրավաբանական կրթություն, այստեղ կարող ես գնաս մագիստրատուրայում 1 տարի սովորել ու ստանալ նորից այդ թույլտվությունը քննությանը մասնակցելու։ Բայց քանի որ ես ունեի մի հատ շատ մեծ խնդիր, ես անգլերեն շատ լավ չգիտեի։ Էլ չասեմ նման բարդություն ունեցող քննության համար ես մի քիչ երկար ճանապարհ եմ անցել, սկսել եմ անգլերեն սովորել տարերից, բոլոր տեսակի հանրային քոլեջներում, ցանկացած առիթ հնարավորություն օգտագործելով, ինչքան անվճար ուսումնական հաստատություն եղել է, որտեղ ես կարող եմ մասնագիտական դասեր եմ վերցրել անթիվ անհամար։ Չեք պատկերացնում այդ քանակությունը, որ ես ինձ բազային ինչ-որ մի հատ հիմք ստեղծեմ, որ կարողանամ գնամ այդ մագիստրատուրան եմ արել, որովհետև ինձ հետաքրքիր է, ես ուզում եի այստեղ ունենայի կրթություն, ուզում եի իմ կենսագրության մեջ գրված լիներ, որ ես US-ին ավարտել եմ օրինակ, ու ես ավարտեցի։ Էլ չասեմ ինչքան որ ես կուրսեր եմ վերցրել անգլերենի եւ հենց իրավաբանության հետ կապված։ Մերի, մինչ անցնելը նրան թե դու ավարտելուց հետո ինչ արեցիր, որտեղ աշխատեցիր, այսպեսի մի քիչ կենցաղային հարց տամ։
այդ սովորելու ընթացքում պետք էր, չէ, ապրել։ Գոյատևել, տան վարձնա, ուտելիքնա, չգիտեմ, ամեն ինչը։ Սովորելու հետ մեկտեղ աշխատել ես։ Այո։ Եթե գաղտնիք չի, որտեղ ես աշխատել։ Շրջան ա եղել, նույնիսկ ամառնել եմ։ Շաբաթ կիրակել եմ աշխատել։ Ես միշտ աշխատել եմ։ Շաբաթվա մեջ 5 օր կամ 7 օր, առավոտը դասի եմ գնացել, հետո աշխատանքի եմ գնացել, աշխատանքից հետո նորից դասի եմ գնացել։ Իսկ երբ էիր հասցնում քնեիր։ Շատ քիչ էի գնում։ Դե դժվարությունը հենց դրա մեջ է, որ եթե դու պետքա կենցաղային ֆինանսական հարցեր լուծես ու չունես այդ luxury-ին միայն սովորել ուսանողական կյանք վայելու, պետքա զրկվել ինչ-որ մի բաներից, կոնկրետ իմ դեպքում չնայած չեմ զրկվել, ինչի մեծ հաճույքով համ աշխատել եմ, համ սովորել եմ։ Դա էլ է կյանքի փուլ է, որը որ պետքա անցնել։ Գիտես, ես միշտ մեր հայերի շրջանում ամեն անգամ երբ որ լսում եմ որ մարդիկ իրանց տրագիկոմեդիկ պատմություններն են պատմում կամ տրագեդիկ ավելի մենք տենց ազգ ենք, չէ՞, մենք տրագեդիա սիրող ազգ ենք, հա։ Երբ որ տենց պատմություններ են պատմում ու պատմում են դա ժպտալով, ես միշտ հասկանում եմ որ այդ մարդիկ այս կյանքում ամեն ինչի կհասնեն։ Ես կարծում եմ դու այդ տեսակն ես մարդու, ով դժվարությունները ժպիտով է հաղթահարել ու այսօր պատմում է որ ինքը ամեն տեսակի գործ էլ արել է, ինչի՞ չէ որ մենք այստեղ չէինք եկել, ես ուզում եմ այն երևույթը որ մտածում են որ Ամերիկայում ամեն ինչ հեշտ է, դա վերանա, Ամերիկայում լինի, Եվրոպայում լինի, Հայաստանում լինի, նույն ձևը պետք է աշխատես, որ ինչ որ բանի հասնես։ Եթե եկել ես աշխատելու, ուրեմն պատրաստ եղիր ամեն տեսակի գործ անել։ Լավ։ Այս ուղակի ես ասեցի։ Հիմա ուզում եմ ինձ ասես, ավարտեցիր, արդեն ունես գիտելիքներ, ինչ որտեղ պետք է, չէ՞, կիրառել այդ գիտելիքները։ Որն էր առաջին աշխատանքը որպես փաստաբան, որ դու սկսեցիր անել։ Այ, ես հենց 2016 թվականին եմ տեղափոխվել Միացյալ Նահանգներ ու միանգամից սկսել եմ աշխատել իրավաբանական գրասենյակներում։ Հիմնականում հայերի մոտ եմ աշխատել։ Immigration կամ ավտովթարների, մանրական վնասների, դեպքերի հետ կապված օֆիսներ են եղել ու հայերի բնականաբար, որովհետև ինձ ամերիկացին աշխատանքի չէր վերցնի, ես անգլերեն չգիտեի։ Հասկացա։ Այդ տարիների ընթացքում, երբ որ աշխատում ես ուրիշի մոտ, այդտեղ եմ փորձը ձեռք բերել, որովհետև ես այդ նույն բանը մինչև փաստաբան դառնալը, ես արդեն գիտեի անել, բայց անել ուրիշի համար։ Ըստ էության ես անում եմ նույն բանը, բայց ինքնուրույն իմ պատասխանատվության ներքո։ Տարբերությունը դրա մեջ է։ Իմ աշխատանքները, որոնք որ ես միշտ ունեցել եմ, ես փորձել եմ այդ դաշտից դուրս չգալ, մոտիվացիան պահել, աշխատել փաստաբանի մոտ, որպեսզի հասկանամ ես ուր եմ գնում։ Ես կարող էի ավելի շատ գումար աշխատել, գնալ ինչ որ ուրիշ ոլորտում աշխատել, օրինակ, բայց մոտիվացիաս կկորեր։ Ահա, հասկացա։ Բերի, ես գիտես ինչ եմ առաջարկում հիմա։ Ասա։ Որպեսզի մեր հետևորդները տեսնեն, թե դու ինչ ես ստեղծել։ Հա։ Քո այն փոքրիկ անկյունը, քո երկրորդ տունը, որի մասին խոսելիս տես ես խոսում դրա մասին, աչքերդ փայլում է։ Իմն է, այո։ Ու ժպիտը դեմքիդ լրիվ ուրիշ է։ Ուզում եմ գնանք մեր հետևորդներին ցույց տանք քո փոքրիկ անկյունը, քո երկրորդ տունը, որը դու ստեղծեցիր ինքդ Միացյալ Նահանգներում։ Համեցեք։ Մերի հիշում ես ով ա եղել առաջին հաճախորդդ այստեղ Միացյալ Նահանգներում։ Հա, հիշում եմ։ Հայեր։ Հա։ Ահա։ Ու ավելի հաճախորդ չէր, վստահորդ էր, ավելի ճիշտ կլինի այդ ձևակերպելը, որովհետև ինքը հասկանալով, որ ես նոր եմ սկսել աշխատել, ինքը ինձ վստահել է ու անկեղծ ասեմ չի փոշմանել ու ինքը հիմա արդեն ուրիշներին է իմ մոտ խորհուրդ տալիս որ գան, այդ իմ համար շատ մեծ կոմպլիմենտ է։ Իսկ ինչ քեյսեր կարող է հիշես։ Ավտովթարի։ Downtown-ում էր տեղի ունեցել։ Ահա։ Շատ մանրամասն շատ լուրջ աշխատել եմ այդ քեյսի վրա, բավականին մեծ գումարով փակեցինք ու ինքն էլ էր շատ ուրախ, ես ավելի շատ ուրախ էի, որ մարդը ինձ վստահել է, հասկանալով, որ ես կարող եմ մի քիչ ավելի քիչ փորձ ունեմ, քան մնացածները ու չի փոշմանել։
Դուրը բացի ներս մտնենք, ես էլ հարցս տամ, համել կպատասխանես։ Գիք համեցեք։ Դու ինքդ մեզնից շատերից նման էմիգրանտ ես եղել այս երկրում, չէ՞։ Այո։ Այսպիսի մի հարց, եկար ու քեզ համար փաստաբան պետք է ընտրեիր։ Ինչով ես առաջնորդվել փաստաբան ընտրելուց։ Ինչով առաջնորդվենք փաստաբան ընտրելիս։ Աթորը քաշենք Արոն նստի։ Ասեմ, ընտրում եք այնպես, ինչպես օրինակ կընտրեք աշխարհի ամենաթանկարժեք ու ձեզ համար թանկարժեք գնում անելուց, տուն առնելուց, ոնց կընտրես, ինչքան տուն կնայես, ինչքան գինք իմանաս, ինչքան պատ կխփես, տեսնես այդ պատը պինդա թե չէ, զգացողությունը այդ տան մեջ ոնց ես քեզ զգում, հարևաններին հարցնելով, էքսպերտ բերելով, փորձաքննություն կատարելով, այդ պատերը, այդ տանիքը, այդ հատակը ամուր են թե չէ, տունը առնելուց ինչքան ես պտտվում, ինչքան գին ես ճշտում, ինչքան մանրակրկիտ ու հոգի դնե հասկանալով, որ դա հիմնական բանա քո համար ներդրումը, այդ նույն ձև, կամ բժիշկին, ոնց ես ընտրում։ Մերի, ինչ եմ հարցը սենց տալիս։ Դու ինքդ իրավաբան ես եղել Հայաստանում ու եկել ես այդ ամեն ինչը գիտես։ Իմ դեպքում, երբ ես եկա այստեղ, իմ մոտ գործում էր ծանոթի սկզբունքը։ Ես ծանոթի միջոցով եմ գտել փաստաբան։ Դու այդքան բան գիտեիր, դու գիտես գրագետ ճանապարհը ինչպես ընտրել փաստաբան։ Հիմա խորհուրդ տուր իմ նման ոչ իրավաբանական կրթություն ունեցող մարդուն, ինչպես ընտրեմ փաստաբանին։ Չէ՞ որ երբ որ օրինակ Մեքսիկայով գալիս են, ինչ որ ժամանակահատվածում պետք է հասնես թղթերդ ներս տալ, չէ՞։ Մարդիկ այդ ժամանակահատվածում սկսում են իրենց կորցնել, գիտեն արագ-արագ մի հատ փաստաբան գտնենք, այդ արագ-արագ փնտրելու դեպքում ինչպես գտնենք մեր փաստաբանին։ Դες ես հասկանում եմ քո հարցը, որովհետև ես էլ եմ իմիգրանտ, ես էլ եմ բոլորի նման նույն խնդիրների մեջով անցել, նոր ես գալիս քաոսա, անորոշ, անհասկանալի, ստրեսային, կենցաղից բացի նաև փաստաթղթերի տարբեր տեսակի հարցեր կարող են առաջանալ։ Բայց ես բոլորին խորհուրդ եմ տալիս քիչ լսել խորհուրդներ, որովհետև ամեն խորհուրդ չի, ամեն մեկի անցած ճանապարհը յուրովիա ու ամեն մեկի փաստաբանն էլ ձեզ կարող է համապատասխան չլինել։ Ինքներդ կզգաք, երբ որ կսկսեք տարբեր մարդկանց հետ խոսել, այդ զգացողությունը, որ այս իմ մարդն, այս մարդը իմ кейսը կարող է անի, դուք ինքներդ դա կզգաք։ Ոնց որ ընտրում եք ձեր բժիշկին, որովհետև հատկապես իմիգրացիոն գործերով սխալները շատ ճակատագրական են։ Ես շատ զգուշ, նրբանկատորեն ու շատ ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվում եմ միգրացիոն գործերին, քան մնացած ցանկացած ինչով որ ես այստեղ զբաղվում եմ, որովհետև իմիգրացիոն кейսը դա մարդու կյանք, ճակատագիր մի ամբողջ ընտանիքի արմատ կարող է մի հատ փոքր իմ սխալի պատճառով փոխվի։ Դրա համար պետքա ամեն ինչ փողով չի, ամեն ինչ մարդ պետքա ճիշտ աշխատի, իրա խղճի, իրա պատասխանատվության ու հանգիստ ապրելու համար, այդ բաները ավելի կարևոր են։ Դուք էլ պետք չի լսել, այս երկիրը շատ գայթակղիչ բաներ ունի ու այդ գայթակղիչ ու վատ բաներից շատերը ձեր ծանոթներն են հենց հրամցնում, գեղեցիկ խորհուրդ կոչված ձևակերպման տակ։ Ինքներդ ընտրեք, գնացեք ավելավա ժամանակ ծախսեք, 10 օրվա մեջ հնարավոր է 10 հոգու տեսնել, 10 օրվա մեջ հնարավոր է նույնիսկ 20 հոգու տեսնել, ժամանակ ծախսեք, այսօր ինֆորմացիոն դաշտը ավելի շատ է, քան տարիներ առաջ, կա Instagram, բոլորը ամեն ինչ գիտեն, ընտրեք որակավորում ունեցող փաստաբանի, ով որ պատասխանատվություն ունի պետության և փաստաբանների պալատի առաջ, շատ կան փաստաբանի անունի տակ քողարկված գործանողներ, paralegal-ներ, case manager-ներ, ընդունում եմ շատ խելացի մարդիկ էլ կան իրանց մեջ, բայց այդ մարդիկ չունեն այդ նույն պատասխանատվությունը, ինչ որ ունի լիցենզավորված փաստաբանը պետության առջև։ Մերի, շատ շնորհակալ եմ, որ այդքան մանրակրկիտ անդրադարձար այդ հարցին։ Մենք դեռ էլի կանդրադառնանք լիքը հարցերի, որ
ես քեզ կտամ էմիգրանտների անուններից։ Ես մինչև քեզ մոտ գալը խոսացել եմ լիքը մարդկանց հետ, ովքեր իրենց հարցերն են առաջադրել ինձ, խնդրելով, որ դու պատասխանես այդ հարցերին։ Բայց հիմա քանի որ մենք այս տաքուկ անկյունում ենք, ուզում եմ ինձ ասես, ինչքան ժամանակ է գործում է ձեր իրավաբանական գրասենյակը ու ինչ ծառայություններ եք դուք մատուցում։ Մի տարի, կլինի հունիսի 15-ից, ուղիղ 1 տարի է, իրավաբանական ծառայությունները իմիգրացիոն խնդիրներ եւ վնասի փոխհատուցում, որը որ մեքենաների պատահարներ, չգիտեմ, շուն կծել ու մի խոսքով վնասի փոխհատուցում, քաղաքացիական վնասի փոխհատուցում, հիմնականում աշխատում ենք ապահովագրական կազմակերպությունների հետ։ Ասեմ, որ անում ենք այն, ինչը որ կարողանում ենք անել։ Այստեղ չենք անում էքսպերիմենտներ, մարդկանց ճակատագրերի հետ չենք խաղում, եթե ինչ-որ մի բան անելու փորձ չունենք, եթե նույնիսկ մեծ գումար է դրա դիմաց առաջարկում, ասում ենք շատ ներողություն, մենք դա կոմպետենտ չենք անելու համար։ Ունենք նոտար, որը որ այսօր այստեղ չի, Մաշան, որին որ դուք նկարել եք մեր գրասենյակում, որը որ շատ որակով նոտար է, ամուսնություններ է անում, այո, հենց մեր մոտ այստեղ գրասենյակում շատ հաճախ շատ ուրախ օրեր ենք ունենում։ Հուսով ենք Արոին կգանք այստեղ մաշը կպսակի։ Հա, քավոր նա պետք ընտրե։ Քավորը կա։ Կիսուրը, կարևորը կիսուրը կա, այդ կիսուրն էլ ես եմ, Արո ջան։ Կիսուր, հա, բա իհարկե, կնոջդ կիսուրը ես եմ լինելու ստեղ։ Ինքը ինձ մենք պատրաստ է դերին։ Պատրաստ ես, չէ՞։ Ահա։ Նոտարական ծառայություններ, ամուսնություն, իմիգրացիոն հարցեր, ավտովթարներ, շատ սիրում եմ քաղաքացիական վնասի փոխհատուցում հասկացողությունը, թորցը, որը որ Ամերիկային հատուկ իրավունքի ճյուղ է, այդ իմ թուլությունն է, շատ եմ սիրում, ինքս որ մի քիչ էլ կռվարար եմ, իմ մոտ այդ շատ լավ է ստացվում։ Իմիգրացիոն հարցերով էլ ոչ ամեն ինչ, այն ինչ որ վստահ, կոմպետենտ, շատ ուժեղ հասկանում ենք, այո, անում ենք, շատ մարդիկ կան, որ մեր միջոցով green card են ստացել, շատ ունենք արդեն, նոր բացված գրասենյակ ենք, բայց երևի մի 6-7 հոգի ունենք արդեն, որ դա բավականին մեծ ցուցանիշ է։ Մեկ տարվա համար բավականին մեծ ցուցանիշ է, որովհետև թե իմ նախկին աշխատանքային անցած ճանապարհը, մասնագիտությունը, թե Մարինը, երկուսինս էլ մեզ թույլ է տալիս ուրիշ փաստերի խորքային առումով մեր հաճախորդին օգնելու։ Բացի դրանից մերոնք ենք, պետքա իրար օգնենք։ Մերի, հիմա ուզում եմ մի քիչ ավելի սենց կենցաղային գնանք։ Մեր էմիգրանտներին հուզող, ես քեզ ասեցի, չէ, մի քանի օգու հետ խոսացել եմ ու յուրաքանչյուրն ունի իր հարցերը, որոնք մասսայական բոլորին հետաքրքիր են, որոնք մասսայական խոսվում են, քննարկվում են այդ հին ու նոր հայերի նման, այդպես է ծեծվում է այդ թեմաները ու քննարկվում է։ Այսօր ամենատարածված բանը, որ լսում եմ բոլորի մոտ, ասում են, եթե ուզում ես փաստաբան ընտրես, այնպես արա փաստաբանդ հայ չլինի։ Քո կարծիքով, մեծամասնությունը այդպես է ասում, քո կարծիքով, հիմա ես հարցը քեզ եմ ուզում տամ, քո կարծիքով ինչ են արել մեծամասնությունը հայ փաստաբան, իհարկե դա ոչ բոլորին է վերաբերվում, բայց ինչ են արել քո կարծիքով, որն է իրենց սխալը, որ այսօր մասսայական բոլորը բոլորին խորհուրդ են տալիս հայ փաստաբան չընտրելու։ Ես 100 անգամ այդպիսի խորհուրդ հիմա վերջին մի տարում ստացել եմ։ Գնա գործերդ վերցրու, գնա ուրիշ փաստաբանի մոտ, բայց որ դա հայ չլինի։ Քո կարծիքով ինչն են սխալանում հայ փաստաբանները, որ այդպիսի կարծիք կա տարածված։ Ես այդքան էլ այդ կարծիքի հետ համաձայն չեմ, որովհետև հատկապես իմիգրացիոն, օրինակ ապաստարանի գործերով։ Այլ ազգի փաստաբանը նույն գիտելիքը Հայաստանի պետության իրավիճակի մասին ոչ միտեղ այդ մարդը չեմ պատկերացնում ոնց կարող է կարդալով ինչ որ նյութերից կամ օրենքներից ու լուրերից հասկանալ Հայաստանի քաղաքական իրավիճակը։
Ես ավելին ասեմ, այն մարդը, որ Հայաստանում ապրել է, այնտեղի քաղաքականության մեջ ինչ որ մի բան հասկանում է, գիտի ով է, այդ մարդը հաստատ ավելի շատ քեզ կօգնի, քան օրինակ այլ ազգի փաստաբանը։ Ես չգիտեմ ինչի են այդ ձև ասում, անկեղծ չգիտեմ, որտեվ ես էլ եմ իմիգրանտ, ես հաստատ իմիգրանտին, իմ ազգի մարդիկ պրոբլեմ ունեն այսօր, խոսում են, այդ մարդիկ շատերը նույնիսկ չեն էլ հասկանում իրենց գործը ինչի մասին է։ Դե հիմա գնա ուրիշ ազգի մոտ ու ուրիշ ազգն էլ ուրիշ լեզվով քեզ փորձելու է բացատրի մի բան, որը որ դու չես հասկանում։ Ես հայերի մասին այդ ստերեոտիպը, որ չգիտեմ, հայ փաստաբանը, ես այդ կարծիքը չունեմ, որովհետև մեր մասնագետը, ով որ քո լեզվով է խոսում, ով որ մի քիչ խիղճ ու ոնց ասեմ, մարդասիրություն ունի ու էթիկայի նորմեր, ինքը հաստատ քեզ ավելի օգտակար է լինելու, քան մեկ այլ ազգ, զուտ նրա համար, որտեղ ինքը ուրիշ ազգ է։ Փաստաբանների մեծ մասը գումարը վերցնելուց հետո սկսում են քո զանգերին չպատասխանել։ Ինչու՞մն է խնդիրը։ Չեմ կարող ասել։ Ես ինչ իրավունքներ ունեմ այդ ժամանակ, ինձ կասես։ Պետք է հասկանանք, այդ որ դու ասում ես փաստաբան, ինքը փաստաբան է, թե փաստաբան չի։ Փաստաբանը, եթե ունի արտոնագիր Կալիֆոռնիայի կամ այլ նահանգի փաստաբանների միության կողմից տրված, այո, ինքը ունի պարտավորություններ ոչ միայն իր հաճախորդի իր, համել նաև պետության ու փաստաբանների միության հանդեպ։ Մի քիչ թերահավատորեն եմ մոտենում ես այդ ընդհանուր տարածված կարծիքին, որ փողը վերցնում են ու զանգերին չեն պատասխանում։ Ես հիմա կարող եմ զանգին չպատասխանել, որտեղ մենք խոսում ենք, բայց ես զանգելու եմ ով որ ինձ այս պահին զանգեց, այսօր չզանգեմ, վաղ առավոտը հաստատ կզանգեմ, որտեղ ես պարտավոր եմ իմ հաճախորդին իր գործի կարևորագույն կամ ոչ կարևորագույն ինչ որ բաների հետ կապված իրան միշտ տեղեկացված պահեմ։ Իմ պարտավորությունների մեջ դա մտնում է։ Իսկ այն որ ասում են չեմ պատասխանում, մի հատ հասկացեք, այդ մարդը այդ պարտավորությունը ձեր հանդեպ ունի, թե չէ։ Մերի, ես դա օթից չեմ ասում, օրինակ եմ բերում։ 5 շաբթի օրվանից ես սպասում եմ իմ փաստաբանի պատասխանին, թե ինչու չունեմ ես այսօր փաստաթուղթ կամ կարող եք դուք նորից դիմել իմ փաստաթղթերի համար, թե ոչ։ Ես 5 շաբթի օրվանից մինչև այսօր սպասում եմ այդ զանգին։ Դա նորմալ է։ Չէ, ինձ թվում է մի հատ էլ այսօր փորձես, կապնվես, հասկանաս ինչ է կատարվում 5 շաբթի օրվանից մինչև 2 շաբթի հնարավոր է, եթե ինքը միշտ չի այդ ձև իրան պահում, ինքը պարտաճանաչ մարդ է, ինձ թվում է ինքը այդ հարցի պատասխանը կունենա հատկապես զիջերից հետո։ Օրինակ, հաշվենք աշխատանքային իրավունքի ժամկետը լրանում, պետք է լրանա, օրինակ եմ ասում սեպտեմբերին։ Մարդը երբ կարող է դիմել երկրորդ աշխատանքային իրավունքի համար, երբ պետք է դիմումը արդեն ներկայացնի։ Եթե օրինակ լրանում է սեպտեմբերին։ Երևի օգոստոսի կեսերին էլ մինչև ժամկետի լրանալը, որովհետև դու դիմել ես արդեն այդ receipt-ը, որ դու ունես, երևում է, որ դու դիմել ես։ Իսկ մի հարց, հաճախորդը ինքը պարտավոր է իմանալ, թե երբ պետք է երկրորդ անգամ դիմի, թե դուք ինքներդ եք զանգում ձեր հաճախորդին եւ զգուշացնում, որ պետք է դիմել երկրորդ աշխատանքային իրավունքի համար։ Նայած պայմանավորվածությունը ինչի համար է եղել։ Եթե վստահորդը իմ հետ պայմանագիր է կնքել, որ ես իր համար SSS բաները, ինչ որ այս ժամանակահատվածների համար, այդ ծառայությունների համար ինքը ինձ բարձել է, ինձ վճարել է կամ մենք ունենք պայմանագիր, այո, ես պիտի զանգեմ, ասեմ, գիտես, մենք իրար հետ պայմանագիր ունենք, որ ես օգոստոսին քո համար պետքա ինչ որ այս փաստաթղթի համար դիմեմ, բայց եթե ես իր հետ այդ պայմանավորվածությունը չունեմ, այդ իմ պարտավորությունների մեջ չի մտնում, իհարկե մարդկային առումով ես կզանգեմ, կհիշացնեմ, բայց եթե պայմանագիր չունեմ, ոչ։ Մերի, վերջերս ես մի փաստաբանի հետ խոսում էի, անուններ չտանք, մի փաստաբանի հետ էի զրուցում, նրանից խորհուրդ էի հարցնում էի, ես իմ ամբողջ գումարը, որ պարտավոր էի վճարել փաստաբանին, վճարել եմ ժամկետներում, առանց ուշացումների, ես իմ ամբողջ գումարը արդեն մարել եմ։ Ես նրան հարցնում էի,
ես կարող եմ, եթե այս պահին արդեն դժգոհ եմ իմ փաստաբանից, ես կարող եմ նրանից հետ պահանջել իմ գումարը։ Նա ինձ այսպիսի մի բան ասեց, որ մինչև դատի ավարտը, այսինքն գործի ավարտը, նա իրավունք չուներ ամբողջ գումարը ձեզնից գանձել։ Այդպիսի օրենք կա, ճիշտ եմ հասկացել։ Իրավունք ուներ, իրավունք չուների մասով ոչ մի բան չեմ կարող ասել, բայց դու վճարում ես որոշակի ծառայությունների համար։ Հիմնականում մի քանի մասի է բաժանվում ու վճարել եմ այսինչ բանի փուլին հասնելու համար, օրինակ դու ինձ կարող ես վճարել այսքան, այսինչ փուլի համար այսքան կամ այս ամեն ինչի համար միանվագ այսքան, բայց հիմնականում պետք է մանրամասն նշվի, որ ծառայության դիմաց դու ինչքան գումար ես վճարելու, դրա համար դու ունես պայմանագիր։ Պայմանագիրը տնայի, ես վստահ եմ, այդտեղ մանրամասն գրված է լինելու դու ինչ գումար, ինչի համար, ինչքան ես վճարում։ Այսպիսի մի օրինակ բերեմ։ Օրինակ հաշվենք քաղաքացին եկել է ու դիմել է քաղաքացիական кейսով, բայց ընթացքում ամուսնանում է քաղաքացու հետ։ Որն է նրա քայլերը, ինչպես է կատարվում այդ գործընթացը։ Այսօր եկել ենք մերի մոտ ձերի կոնսուլտացիայի։ Նախ երջանկություն։ Դա շատ կարևոր է, թե այդ դիմելա քաղաքական ապաստանի համար, այդ кейսը որտեղ է դատարանում է, թե USCIS-ում։ Այդ դրանից շատ մեծ բան է կախված։ Եթե USCIS-ում շատ լավ է, մի անգամից ինքը ամուսնանում է, պետությունը I-130 ֆորմը կա հաստատում է, որ այո, սա ամուսնություն է, իհարկե այսօրվա միգրացիոն դաշտի այս վերը սենց խառը վիճակների մեջ դա մի քիչ դժվար է, որովհետև որոշակի ստուգումներ են կատարվում, չգիտեմ, դժվարացել է ամեն ինչը։ USCIS-ի փուլում մի անգամից green card-ը, եթե նոմինանտ եկել է, օրինակ, դա շատ կարևոր է։ Ինքը ոնց է եկել։ Եկել է Մեքսիկայի սահմանով, I-94 ունի, օդանավով է եկել, ոնց է եկել, մուտք գործելը, օրինական շատ կարևոր է այդ ստատուսը, որտեղ դրա հիման վրա է Ամերիկան տալիս green card։ Եկել է, ամուսնացել է, ինքնաթիռով է եկել USCIS-ում է, շատ հեշտ գործը կլինի։ Եկել է Մեքսիկայով, օրինակ գործը դատարանում է, պետք է դատարանի գործը փակել։ Այս վերջին օրենքի համաձայն հենց մի հատ է պետք է գնալ այնտեղ ապացուցել, թե այդ մարդը ինչի չկարա գնա իր երկիր ու դեսպանատան այդ ամբողջ process-ի փոխարեն, ասենք Ամերիկայում ստանալ green card, իրավիճակները միշտ շատ տարբեր են լինում։ Պետք է հասկանալ, մարդը ընդհանրապես նմանատիպ իրավիճակում հայտնված, ենթադրենք լավ ամուսնացել է, շատ լավ է արել, երջանկություն, բայց մի հատ հասկացի, որ ճանապարհով գնաս, որ ճիշտ լինի, որովհետև այնտեղ շատ դժվար է սայթ հակելը, մի հատ փոքր սխալ ուղի ճանապարհից շեղվեցիր, քեզդ մերժվում է։ Վերջերս այսպեսի մի բան եմ լսել, ուզում եմ դու ինքդ ասես դա ճիշտ է թե սխալ։ Քաղաքացիական кейսով դիմողները իրենց green card-ին պետք է սպասեն իրենց երկրում։ Այդպիսի բան կա։ Չէ, կամ երրորդ երկրում։ Դա վերաբերվում է Ամերիկայի ներսում, երբ որ դու ունես արդեն ինչ-որ մի հատ ստատուս, այդ ստատուսը որ փոխես green card-ի, դրա մասին է։ Օրինակ հենց այդ նույն ամուսնությունը եկել է դիմել է ապաստանի, գործը USCIS-ում է, ամուսնացել է, շատ լավ է արել, դիմել է, սա ամեն ինչ ինտերվյուն անցել է, եկել է հասել է ինտերվյուն մտել է, իրան ասում են ինչ ես դու ուզում MVC-ի այդ ամբողջ process-ը շրջանցես դեսպանատան ու այս երկրի ներսում ստանաս green card-ը, գնա այդ process-ը անցի, չէ՞ որ այդ process-ն էլ է կարևոր process, քո ամբողջ կենսագրությունը ստուգում են ծնված օրվանից մինչև հիմա National Visa Center-ը, դեսպանատունը դու ինտերվյու ես անցնում, Ամերիկայի թույլտվություն ես ստանում, ինչի որն է քո պրոբլեմը, որ դու չես ուզում այդ process-ը անցնես, ինչ ես ուզում, դու հենց հիմա ստեղ ավելի հեշտացած տարբերակով ստանաս,
Բացատրությունները շատ տարբեր կարող են լինել։ Ես չեմ կարող ինքնաթիռ նստեմ, ես վախենում եմ գնամ իմ երկիր, որտեղ ես արդեն այնտեղ ապաստանի ձեզ դիմել եմ, որ ինձ փրկեք այնտեղից։ Հիմա դուք ուզում եք ես հետ գնամ այնտեղ, որ իմ հետ ինչ լինի։ Կամ ես օրինակ, չգիտեմ, երեխա եմ սպասում, երեխաս փոքր է, չեմ կարող երեխայից թողել, պատճառաբանությունը պետքա լինի պատճառաբանության նման ու հարգելի։ Այսինքն դա քաղաքացիական кейսերին չի վերաբերվում։ Մերի, հիմա քեզ կտամ մի հարց բլիցից առաջ, որը կբացահայտի նաև քեզ։ Այս հարցը տալիս եմ իմ հաղորդման վերջին հյուրերից բոլորին։ Պատկերացրու այսպիսի մի բան. կորցրել ես հիշողությունդ եւ պետք է ընտրես մի մարդու, ով քեզ կպատմի քո մասին ամբողջ ճշմարտությունը։ Կարող ես բարձրաձայն չպատասխանել, բայց ինքդ քո մտքում ուղակի ֆիքսել այդ մարդուն, մեզ էլ ասել ունես այդ մարդը թե չունես։ Ով կլինի այդ մարդը։ Շատ հետաքրքիր հարց տվեցիր։ Չէի մտածել երբեք այդ մասին, ինձ թվում է ինձ ոչ մեկ չի ճանաչում։ Այնպես ինչքան որ պետք է։ Որովհետև ես ինքս ինձ չեմ ճանաչում, ես դեռ այդ փուլում եմ, որ սկսել եմ ինքս իմ հետ ծանոթանալ։ Ահա։ Չգիտեմ վերջում ոնց կհասկանանք իրար, բայց ես ինքս եմ դեռ ինքնաճանաչողության փուլում։ Բարձա, գնանք բլիցին։ Գնացինք։ Սուրճ թե թեյ։ Սուրճ։ Առավոտ թե երեկո։ Առավոտ։ Ուշացողն ես այս ժամանակին եկողը։ Ժամանակին եկողը։ Հաճախ երկու բառ, որ միշտ օգտագործում ես։ Հիմա չեմ կարող, այսօր չէ։ Այսօր չէ։ Էս ինչ լավ։ Դար եմ սովորել, շատ կարևոր բա, այսօր չէ։ Նպատակին հասնելու համար նշիր մի հատ շատ կարևոր բան։ Բնավորության գիծ լինի դա, չգիտեմ։ Վատի մեջ փորձել փոքր, թեկուզ փոքր, բայց լավ բաներ տեսնելը։ Ափսոսում եմ, որ շատ ժամանակ չունեմ։ Նյարդայնանում եմ երբ։ Ինձ խաբում են։ Երջանիկ եմ երբ։ Տեսնում եմ անկեղծ մարդկանց։ Սիրում եմ երբ։ Ինձ սիրում են։ Նկարագրիր հային մի բառով։ Սիրում եմ բոլոր հայերին, բոլորին։ Սիրում եմ, սեր։ Մերի, ես շնորհակալ եմ քեզնից։ Այսօր մենք այնքան հետաքրքիր օր ենք ունեցել։ Մեր օրը վաղ առավոտից է սկսել։ Իհարկե մեր հետևորդները դա տեսնելու են մի 25-30 րոպեվա հաղորդման մեջ, բայց մեր օրը այսօր շատ վաղ առավոտից է սկսել։ Ես ասեմ, որ ես ու Արոն քեզ այսօր հետևորդներին եմ ասում, որ ես ու Արոն քեզ այսօր ենք տեսել։ Քո հետ այսօր ենք ծանոթացել, բայց իմ մոտ այնպեսի տպավորություն էր, որ ես դու Արոն վաղեմի ընկերներ ենք։ Այսօր վիճել ենք իրար հետ, կռվել ենք իրար հետ, սուրճ ենք խմել, ճանապարհ ենք գնացել, ծիծաղել ենք։ Ինչ շատ հաճելի էր քեզ հետ այսօր զրուցելը։ Ես շատ հարցեր ունեի, բայց ավաղ մեր ժամանակը, հասցնենք։ Մնացած բոլոր հարցերի համար կարող են դիմել մերին, Instagram-յան էջը կլինի հաղորդման տակ, կարող եք դիմել մերին արդեն նշել է ինչ ծառայություններ են մատուցում իրենց մոտ, մնացած ձեր բոլոր հետաքրող հարցերը եւ կենցաղային կլինի դա եւ իրավունքին վերաբերող մերի շատ մեծ սիրով ու համբերատարությամբ պատասխանում է։ Ես շնորհակալ եմ քեզ այս գեղեցիկ օրվա համար։ Ինձ հյուր գալու համար, շատ ուրախ եմ ձեր հետ ծանոթանալու համար, որտեվ ես սիրում եմ լավ մարդկանց։ Եկեք իրար հետ ծանոթանանք, իրար հետ ընկերություն անենք։ Մենք այսօրվանից ընկերներ ենք։ Ինչի մասին է խոսքը։ Մենք այսօրվանից ընկերներ ենք։ Շնորհակալ եմ Մերի։ Մենք դեռ պարբերաբար կհանդիպենք։ Stay soon։ Հաջողություն։ Գարիկի մոտ հանգստյան գոտին Palm Springs-ում ձեր վստահելի հանգստավայրն է։ Գարիկի մոտ առաջարկում ենք հարմարավետ տներ եւ անզուգական մթնոլորտ։ Վայելեք անհոգ հանգիստ միայն Գարիկի մոտ։ The community.
community.